Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառի Մթաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Հատուկ ջոկատայիններ, աղմուկ ու ձերբակալություն, Ալեն Սիմոնյանի հետ վիճած քաղաքացուն ձերբակալել են ու մեղադրանք առաջադրել։ Սամվել Կարապետյանի քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, ինչ մեղադրանքներ է առաջադրել քննչական կոմիտեն եւ ինչ մեկնաբանություն է տալիս փաստաբանը։ Հայաստան-Վրաստան գազատարի որոշ հատվածներ հայտնվել են վտանգավոր գոտիներում, փորձագետն է ահազանգ հնչեցնում։ ԱՄՆ-ն եւ Իսրայելը հարվածել են Իրանի միջուկային երկու օբյեկտի, ինչ է հայտարարել Իրանը։ Խափանումներ, դժգոհություն ու նոր թռիչքներ Վիզեյրում, ինչ բացատրություն ունի ընկերությունը։ Քննչական կոմիտեն Ալեն Սիմոնյանի հետ ազգային ժողովի դիմաց միջադեպի մասնակցին ձերբակալելու որոշում է կայացրել։ Կոմիտեն գործընկերոջս հայտնել է, որ ակտիվիստ Միքայել Մարգարյանին քրեական հետապնդում են հարուցել ինֆորմացիոն կամ հաղորդակցական տեխնոլոգիաները գործածելով խուլիգանություն կատարելու համար։ Ներքին գործերի նախարարությունն էլ առանց անուն հստակեցնելու հայտարարել է, որ մեկ անձի նշված գործի շրջանակում ձերբակալել ու ներկայացրել են նախաքննական մարմին։ Միքայել Մարգարյանի որդին էլ ձերբակալությունից հետո պատմել է, թե ինչպես են ձերբակալել հորը։ Եկան մեր տուն սպեցնազով, գրաժդանսկի շորերով եւ սովորական ոստիկաններ, մոտավորապես մի 15-ից 20 հոգի մարդ, առանց որևիցե բացատրելով, բայց կալանքի թուղթ ներկայացնելով, բայց բռնի ենթարկեցին, չթողեցին կամավոր դուրս գա, դա կատարվեց հենց տան դիմաց կատարվեց, այդ վաղ քուրս գալիս էր տուն, քրոջս աշկի դիմաց, տատիկիս աշկի դիմաց, իմ աշկի դիմաց, ուղղակի վերցրեցին, տարան փաստաբանի ներկայությամբ, փաստաբանը ուզեցավ հարցնի որտեղ են տանում, ոչ մի բան չպատասխանեցին եւ տարան իմ հորը անհայտ ուղղությամբ։ Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած միջադեպը հերթական անգամ Ալեն Սիմոնյանի անունը բերեց սկանդալի կենտրոն։ Փոխադարձ հայհոյանքներ, բերման ենթարկված քաղաքացիներ եւ իրադարձությունների հակասական մեկնաբանություններ տարբեր կողմերից։ Սա առաջին միջադեպը չէ, որի գլխավոր հերոսը Ալեն Սիմոնյանն է։ Քաղաքացուն հայհոյել, ծեծել, վրան թքել։ Այս բոլոր միջադեպերի մասին նյութեր որոնելիս կկարդաք ազգային ժողովի նախագահի անունը։ Երբ խորհրդարանի նախագահը իր պահվածքով հարցերը առաջացնում ոչ միայն հարության, այլև նույն կուսակցության սահմանած էթիկական նորմերի շրջանակում, որտեղ է անցնում հանրային պաշտոնյայի վարքագծի սահմանը, Անի Աբաղյանն է անդրադարձել թեմային։ Ես առավել քան հանդուրժող եմ, ինքը սուտ ասում։ Փոխադարձ հայհոյանքներ հնչեցին Դեմիրճյան փողոցում Ալեն Սիմոնյանի եւ քաղաքացիների միջև։ Չնայած հայհոյանքները փոխադարձ էին, բերման ենթարկվեցին միայն քաղաքացիները։ Ալեն Սիմոնյանն ազգային ժողովի Դեմիրճյան մուտքից դուրս գալով շարունակեց քայլել դեպի Բաղրամյանի մուտք։ Դեմիրճյան փողոցի վրա այսօր մի սադրանքների շարանի միջով եմ անցել։ Մարդը տրամադրված դուրս է եկել, որ սադրի։ Ասենք, եթե ազգային ժողովի նախագահը իրան թույլ է տալի նորմալ է, կարելի է դաժին ասել, որ խուլիգանական արեք, որ ինքը անհայրանքներ ու իր բերնից էր հնչում, ես ինձ թույլ չեմ տա, հիմա ինչ-որ միտեղ այդ նույն հայրանքը կրկնել։ Բայց ազգային ժողովի խոսնակն ասում է, տեղյակ չէր, որ դրսում անհետ կորած զինծառայողների հարազատներն են եղել։ Ես դրա մասին իմացել եմ, երբ որ մոտեցել եմ արդեն եւ ոստիկաններին տեսել եմ, հարցրել եմ իմ անվտանգության աշխատակիցներին, բա ինչի են, որտեվ նիստերը ավարտվել էր։ Հարցրել եմ, ասել եմ, բա իսկ ինչի են մարդիկ հավաքված, եւ վերջի վերջո քո ասացի խնդրեմը կանոման նրանում, որ ես ընդհանրում չեմ ունեցել այդ մարդկանց հետ։ Սիմոնյանն ասաց նաեւ, որ միջադեպը եղել է քաղաքական ուժի ներկայացուցչի հետ, ոչ թե անհետ կորած զինծառայողի հարազատի, մինչդեռ անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանի հասցեին էլ հնչել են հայհոյանքներ։ Այն մարդիկ, ում հետ որ այդ դեպքը եղել է, դրանք որևիցե կապ չունեն ձեր ասած մարդկանց հետ։ Ինքը սուտ ասում։ Դեմիրճյանում փոխադարձ հայհոյանքների ժամանակ երկու քաղաքացի է բերման ենթարկվել՝ Միկա Մարգարյանն ու Արսեն Վարդանյանը։ Նրանցից Արսեն Վարդանյանը համահայկական ճակատ կուսակցության նախագահն էր։ Ալեն Սիմոնյան, դու սաղրեցի։ Եվ այս եթերով եւս մեկ անգամ ասում, ով փորձի իր կյանքի մեջ զոհված զինծառայողի ծնողին, զոհված զինծառայողի հարազատին, վիրավորի,
ինքը հանրային պարսավանքի է ենթարկվելու։ Դեմիրճյան փողոցում ազգային ժողովի խոսնակին հայհոյել են առաջինը՝ իր Արան Պապատա արտահայտությունից հետո, որից հետո հայհոյանքին հայհոյանքով է պատասխանել Սիմոնյանը։ Ազգային ժողովի նախագահի հայհոյելու միջադեպին ծանոթ չէր կուսակցական ընկեր քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Արթուր Հովհաննիսյանի կարծիքով իրենք զուսպ են եւ ավելի զուսպ պետք է լինեն։ ԿՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանն էլ կարծում է, հայհոյելը այլ արժանիք ունենալու նշան է։ Չէ՞ դատապարտում նրա պահվածքը։ Ես ոչ մեկի չեմ դատապարտում, բայց հայրան քարտային չի Իսկ Փաշինյանի պահվածքը։ Մինչդեռ քաղաքացիական պայմանագիր կուսակցության էթիկայի կանոնագրքի 4-րդ հոդվածը այլ բանի մասին է խոսում։ Կուսակցության անդամները, հատկապես հանրային քաղաքական պաշտոններ զբաղեցնողները, պարտավոր են իրենց առօրյա կյանքում, ներառյալ սոցիալական մեդիաներում ցուցաբերել պարկեշտություն, համեստություն, զսպվածություն եւ հարգանք բոլորի հանդեպ, նաեւ խթանել հանդուրժողականություն։ Թե ինչ պատիժ է կրելու Ալեն Սիմոնյանը կուսակցության սահմանած նորմը խախտելու համար, դեռ պարզ չէ։ Բայց սա Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ հայհոյելու առաջին միջադեպը չէ։ Երբ ինքը շատ բավականին երկար ու բավականին անհասկանալի ձևով նայեց ինձ վրա, ես ասացի բարև Արտուր, որին ի պատասխան ես ներողություն եմ խնդրում, լսեցի հետևյալը բարև ներողություն եմ խնդրում, բայց ուզում եմ անկեղծ լինել եւ պատմել գրեթե ամեն ինչ, որին հետևեց հետևյալը, ես մոտեցա եւ ասացի, որ նույն կարծիքը ունեմ իր մասին եւ գլխով հարվածեցի իր քթին։ Այս միջադեպի մասին է խոսքը, որի կադրերը համացանցում հայտնվել են 2020-ի օգոստոսին։ Հայտնի հարցակման եմ ենթարկվել։ Որտեղ։ 3 հոգու կողմից։ Ավելի թարմ 2023 թվականի ապրիլին եղածը հիշենք։ Եթե ազգային ժողովի մոտ մարտի 26-ին Ալեն Սիմոնյանը քաղաքացու հորն էր Արա ասում, ապա 2 տարի առաջ քաղաքացու մորը Դավաճան ի պատասխան իր հասցեին հնչած Արա եւ Դավաճան ածականների։ Դավաճանը մամաթե ասեց եւ թքեց երեսից։ Քաղաքացու վրա թքել էր նաեւ Ալեն Սիմոնյանի մայրը։ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ մեկ այլ միջադեպ էլ Երևանի բակերից մեկում է եղել։ Այն հաջորդել էր քաղաքացու վրա թքելու դեպքին։ Շենքի բնակիչը ջուր էր լցրել Ալեն Սիմոնյանի վրա։ Դրանից հետո, ըստ New Day լրատվականի լրագրողի, ոստիկաններին ուղարկել է քաղաքացու տուն։ Քաղաքացին լեկտի է պահում, որտեղ դիրքորոշումը արտահայտում ես օրինակ։ Այսինքն քաղաքացու վրա կարող են թքել, բայց ձեր վրա ջուր լցնել չեն կարող։ Ոչ մեկ ջուր չի լցրել։ Դուք կարող եք թքել, ձեր վրա ջուր չեն կարող լցնել։ Ես կարող եմ անել այն, ինչ որ իմ բարոյական նորմերը թույլ են տալիս եւ եթե սխալ եմ անում, դրա համար ներողություն խնդրեմ։ Փողոցային բառապաշարը ցավոք փողոցում չի մնացել։ Այն ազգային ժողով է մտել։ Հանգստացի քաղաքական տրապտա, հանգստացի։ Դալիճում լրություն չի։ Տխմարը դու ես այդ չինական։ Նա հանգստացի։ Լսի։ Վերջացրեցիր։ Հանգստացի, աղջիկ ջան։ Անդաստիրակ երևույթ ես, էլի։ Խնդրեմ պարոն Ռուստեման։ Լավ ձայնդ։ Փաստացի Ալեն Սիմոնյանի բարոյական նորմերը թույլ են տալիս թքել, հայհոյել քաղաքացուն։ Իսկ խորհրդարանում նման բառապաշարով հաղորդակցվել։ Ես առավել քան հանդուրժող եմ։ Անհետ կորած զինծառայողի հարազատին մեկ հարց էր հետաքրքրում։ Զգում եք, որ այդ ամեն ինչը Ալեն Սիմոնյանի հետ շատ հաճախ ատես դեպքեր են դնում։ Ինչու է հանրային պաշտոն զբաղեցնող անձը նման վարքագիծ ցուցաբերում։ Ինչ միջոցառումներ պետք է իրականացնել կանխելու համար։ Փորձեցինք զրուցել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության փորձագետների հետ։ Պետը արձակուրդում էր, իսկ փորձագետներից մեկը առաջարկեց խոսել այլ օր։ Դե ԿՊՆ-ը որոշի ինչ գործ ունի։ Անի Աբաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Միջադեպ է տեղի ունեցել նաև Ալեն Սիմոնյանի մոր մասնակցությամբ։ Լրագրողներն Ալեն Սիմոնյանի մորից փորձել են մեկնաբանություն ստանալ լուսանկարի վերաբերյալ, որտեղ նա վիրավորում էր ցուցարարներին։ Պատասխանելու փոխարեն ազգային ժողովի փոխխոսնակի մայրը վիրավորել է լրագրողներից մեկին։ Ամենայն անգամ ձեր ազգի նկատի ներողություն, սա ինչ է։ Որը նկարնա։ Ինչու է վիրավորում։ Քաղաքացիների։ Բայց ներողություն եմ խնդրում։ Սա դուքի մանա դուք եք քաղաքացիների ցույց տալիս։ Դուք մանա դուք եք
Ալեն Սիմոնյանը մոր մասնակցությամբ տեսանյութի մասին ասել է, որ փորձել են սադրել։ Ազգային ժողովի խոսնակն ասել է, որ լրագրողները մորն ու եղբորը մոտեցել եւ հարց են ուղղել քաղաքացիական պայմանագրի ներկուսակցական ընտրության երկրորդ փուլի քվեարկությունից հետո։ Սամվել Կարապետյանի քրեական գործի վարույթի նախաքննությունն ավարտվել է ըստ քննչական կոմիտեի նրան մեղադրում են խոշոր չափով հարկեր վճարելուց խուսափելու, խոշոր չափի փողերի լվացման եւ իշխանությունը զավթելուն սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Արամ Վարդևանյանն է մեկնաբանել նրա խոսքով Սամվել Կարապետյանի քրեական գործը բաղկացած է 135 հատորից, որին ծանոթանալու համար պաշտպանական թիմին տվել են մոտ 15 ժամ։ Սիրելի հայրենակիցներ, այս ամենը մի բանի մասին է խոսում, որ իսկապես ժողովրդավարական արժեքների եւ սահմանադրական երաշխիքների տապալման հետ գործ ունենք։ Բայց ուժեղ Հայաստանում հենց պատկերացումը պետք է լինի այնպիսին, որ սահմանադրական արժեքները գերակա են, իրավունքը գերակայի եւ չլինեն քաղաքական հետապնդումներ եւ քաղաքական բանտարկյալներ։ Իսկ այսօր, ցավոք, իրավիճակը ճիշտ հակառակն է։ Ամեն դեպքում այս վարույթի վերաբերյալ, այս նյութերի վերաբերյալ մեր կողմից ներկայացվել են համապատասխան միջնորդություններ։ Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ, Ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուն անդրադարձել է վերջին շրջանում գործող իշխանության դաշտ գցած թեզերին։ Նա կոչ է արել չվախենալ, թույլ չտալ, որ նույն մարդիկ, որոնք արդեն ապացուցել են, որ ի վիճակի չեն պաշտպանել Հայաստանը, կրկին սպառնան պատերազմով։ Հունիսին նա պարտվելու է, որովհետև մարդիկ հոգնել են պառակտումներից եւ վախի մթնոլորտից։ Երկրի հեռացող ղեկավարությունը փորձում է ձեզ համոզել, թե դա անհնար է, եւ որ խաղաղության միակ ճանապարհը թուլությունն է եւ մեր հակառակորդների պահանջներին ենթարկվելը։ Նրանք փորձում են մեզ հավաստիացնել, որ եթե հրաժարվենք մեր հայկական խորհրդանիշներից, մեր օրինական շահերից, ապա կունենանք խաղաղություն։ Սա մեծ սուտ է։ Հայաստան-Վրաստան գազատարի որոշ հատվածներ հայտնվել են վտանգավոր գոտիներում։ Էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ Վահե Դավթյանի խոսքով Հայաստանը տարեկան շուրջ 2.3 միլիարդ բնական գազ է ստանում Վրաստանի տարածքով։ Հյուսիսային Կովկաս, Անդրկովկաս երթուղով, որը միանում է Կարմիր կամուրջ, Սևքար, Բերդ գազատարին։ Սահմանազատման գործընթացը այս պատկերը ոչ թե պարզեցրել է, այլ սրել։ Գազատարի որոշ հատվածներ հայտնվել են ռիսկային գոտիներում, իսկ առանձին հատվածներ փաստացի անցել են թշնամու ուղիղ հասանելիության տիրույթ, գրել է Դավթյանը։ Խոսքը մեր էներգետիկ համակարգի ողնաշարի մասին է։ Այժմ առաջարկվում է կառուցել շուրջ 5548 մետր երկարությամբ նոր հատված վտանգավոր գոտին շրջանցելու համար։ Վրաստանը կառուցում է իր հատվածը, Հայաստանն իր։ Ուշագրավ է նաև, որ նախաձեռնությունը գալիս է Երևանից։ Ստացվում է, պետությունը ոչ թե վերացնում է սպառնալիքի աղբյուրը, այլ ադապտացվում է դրան։ Սա արդեն քաղաքական ընտրություն է, ռիսկի կառավարում, ժամանակավոր, այլ ոչ թե դրա չեզոքացում։ Դատարանը մերժել է ՀԵՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ հայցը։ Փաստաբան Վարդան Ալոյանը հայտնել է, որ մի քանի օր տևած դատական նիստերից հետո դատարանը լիցենզիայի դադարեցումը համարել է օրինական։ Ներքին գործերի նախարարության, համայնքային ոստիկանության եւ ԱԱԾ ծառայողները մարտի 27-ին գտել են 3 անձի եւ ներկայացրել նախաքննական մարմին։ Նրանց կասկածում են մարտի 25-ին կանազի մշակույթի տանը գույք այրելու համար։ Նախնական տվյալով 3 անչափահաս մտել են շենք, գիթառ նվագել, տաքանալու համար այրել են գույք, ինչի պատճառով հրդեհ է բռնկվել։ Ընթանում է նախաքննություն։ Wizz-ը հայտարարում է նոր ուղղությունների մասին, ընդլայնելով իր քարտեզը Եվրոպայում, մինչդեռ ուղևորները շարունակում են հաշվել չկայացած թռիչքների, հետաձգված պլանների ու չստացված փոխհատուցումների գինը։ Նոր չվերթեր, ավելի մեծ ծածկույթ եւ խոստումներ ավելի հուսալի աշխատանքի մասին, բայց նոր ուղղությունները կկարողանան արդյոք փակել հին խնդիրները, թե պարզապես փորձեն մեղմելու կուտակված դժգոհությունը, ռեպորտաժում։ Լավ լուրերով սկսեցին Wizz-ի ներկայացուցիչներն իրենց ասուլիսը Զվարթնոց միջազգային օդանավակայանում մեղմելու վերջին շրջանում ընկերության հասցեին հնչող քննադատությունները։ Այսօրվա լավ նորությունն այն է, որ ավելացնում ենք 2 նոր ուղղություն՝ Էյնթհովեն եւ Բրյուսել։ Էյնթհովենի չվերթները սկսելու են հոկտեմբերից, շաբաթը 3 անգամ, իսկ Բրյուսելի չվերթները փետրվարից, նույն հաճախականությամբ։
Ավիաընկերության ներկայացուցիչները լավ նորություններով էին սկսել ասուլիսը, որովհետև կազմակերպությունը վերջին շրջանում խափանումներով է աշխատում։ Ընկերության ներկայացուցիչները նշեցին, խնդիրները կարգավորելու համար նոր ուղղություններից բացի գործող ուղղություններում նոր չվերթներ են ավելացնելու։ ABC մեդիան մասնավորապես հետաքրքրվեց, ինչու հունվարի 2-ին չկայացավ Երևան-Պրահա չվերթը եւ ինչու չեղավ ոչ մի փոխհատուցում։ Ավելին թռիչքը տեղափոխվեց հունվարի 5-ին, որի տոմսերն արդեն սպառված էին, իսկ ուղևորներն էլ ստիպված էին մի ամբողջ ճամփորդություն վերաձևակերպել։ Ներողություն եմ խնդրում պատճառված անհարմարության համար։ Խափանումներ տեղի են ունենում մի շարք պատճառներով, այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք այնպես անել, որ մեր աշխատանքն ավելի հուսալի լինի։ Խափանումներն այս աշխատանքում ցավոք սրտի անխուսափելի է։ Օրինակ կարող է եղանակը պատճառ լինել։ Այդ իսկ պատճառով որոշեցինք 2 նոր ուղղություն ավելացնել։ Ինչ որ բաներ կարող են չստացվել, այդպես լինում է։ Ավիաընկերության կոմերցիոն գլխավոր տնօրենը տուժած ուղևորներին առաջարկում է անցնել պաշտոնական կայքեջ, որտեղ էլ հատուկ համակարգով հայտ լրացնել եւ փոխհատուցում հայցել, կամ կարող են նշված հեռախոսահամարներով կապ հաստատել։ 2 լրացում ունեմ, առաջինը եղանակի հետ կապված, այդ օրերին ընկերությունը պարզաբանեց, որ թռիչքները հետաձգվել են եղանակի պատճառով եւ եղանակի պատճառով հետաձգված թռիչքները փոխհատուցում չեն ստանում, բայց ուզում եմ շեշտել, որ այլ ընկերություններ թռիչքներ կատարել են այդ եղանակին եւ չկատարելու դեպքում փոխհատուցումներ կատարել են, իսկ հեռախոսահամարները եւ կոնտակտային բոլոր տվյալները, որոնք կան կայքում, զանգերը անպատասխան են մնում եւ նաեւ նամակները։ Շնորհակալություն, որ բարձրաձայնեցիք այդ հարցի մասին։ Ես առաջին անգամ եմ դրա մասին լսում ու անպայման կուսումնասիրեմ այդ հարցը։ Տարածաշրջանում պատերազմի ֆոնին նաև վառելիքի թանկացման պայմանավորված սակագնի բարձրացում չի լինի, հայտարարեցին ներկայացուցիչները։ Եվ վերջում կրկին ծագած խնդիրների մասին խոսելով ավիաընկերության ներկայացուցիչներն ասում են, որ իրենց տարողունակությունը վերաձևակերպել են հաշվի առնելով մերձավոր արևելքում տեղի ունեցած ճգնաժամերը։ Օրինակ թռիչքների մոտ 5%-ը, որոնք ուղղված էին մերձավոր արևելք, հետ են կանչվել, կատարվել են նաև անհրաժեշտ փոփոխություններ։ Երկրորդ պատճառը տեխնիկական բնույթ ունի, կապված շարժիչների բարելավման հետ։ Վերջը պնդում են, որ իրենց նպատակն է դառնալ Եվրոպայում ամենահուսալի լոw-cost ընկերությունը։ Իրանական Ֆարս գործակալությունը գրել է, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը հարվածել են Իրանի միջուկային 2 օբյեկտի, դրանցից մեկն օրինակ Խոմբատի շրջանի ծանր ջրի համալիրն է։ Այն թիրախ է դարձել 2 փուլով։ Հարձակումների հետևանքով բարեբախտաբար զոհեր չկան ու նախապես ձեռնարկված անվտանգության միջոցառումների շնորհիվ բնակչությանը որևէ վտանգ չի սպառնում, գրել է գործակալությունը։ Սա առաջին դեպքը չէ, երբ Վաշինգտոնն ու Թել Ավիվը հարվածում են Իրանի միջուկային օբյեկտներին, որոշ ժամանակ առաջ էլ մի քանի անգամ թիրախ են դարձրել Նաթանզի միջուկային համալիրը։ Իրանցի հաքերները կոտրել են ԱՄՆ Դաշնային հետաքննությունների բյուրոյի տնօրենի էլեկտրոնային փոստը։ Հաքերները հրապարակել են քեշ պատելի անձնական լուսանկարներն ու այլ փաստաթղթեր։ Իսկ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել են իրանցի 6 դիվանագետ։ Դիվանագիտական գերատեսչությունը նրանց մահը որակել է կազմակերպված ահաբեկության օրինակ եւ ոտնձգություն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների նկատմամբ։ Եվ վերջում եղանակի մասին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Օդի ջերմաստիճանը 28-ից 29 ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-ից 5 աստիճանով։ Որոշ շրջաններում սպասվում է նաև քամուշ գնացում։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Լուրերի գլխավոր թողարկումը ժամը 18-ին է, կհանդիպենք առայժմ։